Ռուսաստանում ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել Վայլդբերրիսի առցանց առևտրի ընկերության մի շարք պահեստներում։ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում այրվել է Վայլդբերրիսի խոշոր պահեստներից մեկը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տվյալներով 3 մարդ տուժել է։ Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող իր 2 լոգիստիկ համալիրների աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Ռուսական տելեգրամի անալիքների փոխանցմամբ հարվածներ են հասցվել նաև Տվերի և Սիմֆերոպոլի Վայլդբերրիսի կենտրոններին։ Սիմֆերոպոլում իրականացվել է աշխատակիցների տարհանում։ Չհաստատված տեղեկությունների համաձայն Սուդակում վնասվել է նաև էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով քաղաքում գրանցվել են հոսանքների և ջրամատակարարման խափանումներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման նպատակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ գիշերն ավելի քան 2 ժամ տևած գործողության ընթացքում 13-րդ անընդմեջ հարվածների շարքն են իրականացրել Իրանի տարածքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ թիրախավորվել են իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստները, կապի ցանցերը, առափնյա հսկողության կետերը և ծովային օբյեկտները։ Հաղորդագրության համաձայն գործողության նպատակն է նվազեցնել այն սպառնալիքները, որն ըստ Վաշինգտոնի Իրանը ներկայացնում է Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի և առևտրային նավագնացության համար։ Իրանի պետական հեռուստառադիոընկերության հաղորդմամբ իրանական նավթատար նավն անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած ծովային շրջափակման միջով և արդեն մտել է Օմանի ծոց։ Ամերիկա-իրանական լարվածությունը նոր փուլ էր ստացել հուլիսի 8-ին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքին։ Վաշինգտոնը դրանք ներկայացրել էր որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ իրականացված գործողություններին։ Նույն օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածությունն այլևս ուժի մեջ չէ։ Դրանից հետո Թեհրանը հարվածներ էր հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Հուլիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել էր Իրանի ծովային շրջափակումը։ Իսպանիան անտառային խոշոր հրդեհների պատճառով ազգային արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա նահանգում։ Իշխանության տվյալներով կրակի պատճառով տարհանվել է շուրջ 10,000 մարդ, իսկ Ֆրանսիայի Բորդո քաղաքի մերձակայքում Ատլանտյան օվկիանոսի ափին տարածվող խոշոր անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 20,000 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Տեղական իշխանությունների տվյալներով տուժածներ չկան։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը դիմել է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին անտառային հրդեհների դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Արկաշոնի ծոցի մերձակայքում ընդհանուր առմամբ տարհանվել է շուրջ 12,000 մարդ, իսկ կրակը ոչնչացրել է ավելի քան 2,000 հեկտար տարածք։ Իտալիայում ևս շարունակվում են խոշոր հրդեհները։ Սիցիլիայում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 6,000 հրշեջ, անտառապահ և քաղաքացիական պաշտպանության աշխատակից, իսկ Կալաբրիայում վերջին օրերին գրանցվել է ավելի քան 160 հրդեհ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ Եվրոպայում սպասվում է հերթական շոկ ալիքը, որի ընթացքում որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի։ Իռլանդիան 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 125 միլիոն եվրոյի նոր երկկողմ աջակցության փաթեթ։ Այս մասին հայտնել է Ռեպորտը հղում անելով Իռլանդիայի կառավարության պաշտոնական կայքին։ Հայտարարության համաձայն օգնության փաթեթից 100 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինային առաջնահերթ ոչ մահաբեր ռազմական սարքավորումների մատակարարմանը, իսկ 25 միլիոն եվրոն երկրի կարևոր ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ համակարգերի վերականգնմանն ու պաշտպանությանը, ձմռանը նախապատրաստվելու նպատակով։ Աջակցության նոր փաթեթի մասին հայտարարել են Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինը և արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մքենթին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իռլանդիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Լատվիայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի փոփոխությունները, որոնք արգելում են Ռուսաստանում և Բելարուսում արտադրված մի շարք ապրանքների ներմուծումը։ Սահմանափակման ենթակա ապրանքների ամբողջական ցուցակը պետք է հաստատվի կառավարությունը։ Նախնական տվյալներով դրանում կարող են ներառվել ռուսական գրքեր և պարբերականներ, տեսախաղեր, սպորտային ապրանքներ, խաղալիքներ, հագուստներ և կոշկեղեն։ Արգելքը կգործի նաև երրորդ երկրներից մատակարարվող ռուսական և բելարուսական արտադրանքի նկատմամբ։ Միաժամանակ այդ ապրանքների տարանցումը Լատվիայի տարածքով դեպի Եվրամիության այլ երկրներ կշարունակի թույլատրվել։